հրապարակված կա, ես ճշգրիտ թվականները դժվարանում եմ հիշել, մեկը ինձ չեն հանդիպում եմ ունեցել։ Սիրելի լրագրողներ, պիտի խնդրեմ, որպեսզի երկխոսության չվերածենք եւ հարցազրույցի չվերածենք, որպեսզի հնարավորություն ունենանք բոլորս մեր հարցերը ուղղելու։ Եվ տեղեկացնեմ, որ արդեն կա որոշակի հերթականություն, ես տեսել եմ ովքեր են ձեռքեր բարձրացրել եւ ըստ այդ հերթականության կհրավիրեմ հարցեր տալու։ Ուրեմն ես չեմ կանչվել։ Ըստ էության ծանոթագիրներ չեն եղել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների եւ մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ, դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների։ Դժվարանում եմ ասել, ակնարկներ եղել են, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ թողաստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից։ Եվ ես այսօր նույն համոզումների վրա եմ։ Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ որ ես կարող եմ երբևէ արած լինել։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչ եմ։ Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ ես բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության հետ, իմ արածների հետ։